Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, ինչպես գիտեք, ապրիլ ամիսը մենք նվիրել ենք կերակրատեսակների հավաքչության, այսինքն այն կերակրատեսակները, որոնք այս կամ այն պատճառներով դատապարտված են մոռացության, նրա վերականգնման նրանց եւ նորովի մատուցմամբ, չնայած որ ապրիլը մեր մեջ նաեւ այլ խորը ցավ է այսպես համակում, բայց այնուամենայնիվ մենք պիտի հասկանանք, որ եղել ենք կանք ու դեռ պիտի շատանանք եւ բոլորս պիտի միահամուռ ձևով պայքարենք լինելու համար, պայքարենք մեր արարողությունը իրականացնելու համար։ Մեր խոհարարական կազմակերպությունը իր ձևով է պայքարում, իր ձևով է աշխատում եւ հիմա գնանք տեսնենք, թե մեր հյուրը ինչ է պատրաստել եւ ինչ է կարողացել փրկել մոռացության ճիրաններից։ Այսօր կներկայացնենք այդպիսի մի կերակուր, բայց չմոռանանք, որ այստեղից նաև ձեզ ցանկանալու ենք եւ հղելու ենք մեր սերը եւ հոգու ջերմությունը, լավ տրամադրություն եւ հետաքրքիր կերակուր։ Այս ամենը մենք պիտի իրականացնենք իմ հյուրի հետ, բարեկամներ, իսկ իմ հյուրն է բժիշկ նյարդաբան Հակոբ Աթանեսյան։ Ողջույն, պարոն Աթանեսյան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ։ Շատ ուրախ եմ, որ արձագանքել եք եւ ներկայացել եք նախ առաջ ընկնեմ ասեմ, որ մի շատ լավ կերակրատեսակով, շատ հետաքրքիր կերակրատեսակով։ Ինչպես են գործերը։ Շնորհակալություն։ Ամեն նորմալ։ Այո։ Ապրեք դուք, ինչ ենք պատրաստելու, պարոն Աթանեսյան։ Այսօր պետք է պատրաստենք իմ տատիկից նշանավոր կերակուրներից մեկը, որը կոչվում է Իզմիրի թավա քյաբաբ։ Իզմիրի թավա քյաբաբ։ Այո։ Որի համար պետք է օգտագործենք գարան միս, մոտավորապես կես կիլոգրամ, կողամիս, պետք է օգտագործենք կանաչ բիբար, լոլիկ, կարտոֆիլ եւ 5 տեսակի համեմունք, որը նախ եւ առաջ պետք է համեմենք սա, այսինքն մարինացնենք միսը։ Այո, խնդրեմ։ Այո։ Եվ մարինացնենք եւ պատմենք, թե ինչ համեմունք ենք օգտագործում։ Մենք գիտենք, որ մեր հայրենակիցները Իզմիրից եւ ընդհանրապես մեր արևմտահայոց հասարակությունը շատ է օգտագործել, ավելի շատ օգտագործում են համեմունքներ, մեր բնաշխարհին բնորոշ իհարկե։ Այո, իհարկե։ Ուրեմն օգտագործելու ենք բահար, քիմիոն, զաֆրան, այո, սխտորի փոշի եւ օրեգանո։ Եվ օրեգանո, այո։ Այս բոլոր ուրեմն համեմունքներից ամեն մեկից վերցնում ենք մեկ-մեկ թեյի քթալ եւ խառնում ենք իրար, որից ճիշտ կեսը օգտագործում ենք միայն մսի մարինացնելու համար։ Եթե կերակրի աղով կես գտալ, տատիկս անում էր այսպես, ձեռքի մեջ էր հավաքում, այո, հավաքում էր դա, խառնում էր ձեռքի մեջ եւ ճիշտ կեսը դե եկեք հենց այդպես էլ պատրաստենք։ Մենք ով ենք, որովհետև այսինքն փորձեմ կրկնօրինակել այն, ինչ որ անում էր տատս։ Այո, հենց իմաստը հենց դրա մեջ է, որ կարողանանք անել այնպես, ինչպես տատիկներն են անում։ Մի փոքր ավել, այո։ Այո։ Խառնում էր իրար, հենց ձեռքի մեջ եւ այնուհետեւ համեմում էր միսը սրանով։ Համը հենց այդտեղից էր գալիս։ Այո։ Մեկ սորտի բաժակ գինի, Կարմիր անապակ գինի։ Այո, ու մի փոքր աղ, այսպես, վերջ, որից հետո համեմում էր այս ամբողջը, խառնում էր։ Մարինացման պրոցես է գնում, խմորման։ Գինու եւ համեմունքների մեջ անպայման օգտագործում էր զեյթունի ձեթ, մեկ ճաշի քթալ, այսքան։ Այո։ Եվ այս ամբողջը մոտ 1 ժամ մնում էր այս խառնուրդի մեջ ու մարինացվում էր։ Այսպես, որից հետո արդեն ջեռակի վրա դրված տապակի մեջ առանց ձեթի բարձր կրակի վրա տապակում էր։ Գեղեվապատում էր։ Այո, այս սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև
այդ ամբողջ համերը, որովհետև հետո մեզ պետք է։ ամբողջ համերը հենց կեղապատելուց հետո պիտի մնա Այո։ մեջը։ Շատ լավ, բարեկամներ, մեր խմորման process-ը, այսինքն բաստուրմացման այդ process-ը 1 ժամ պիտի տևի, մենք 1 ժամ կբաստուրմացնենք, հետո արդեն կերակուրը կպատրաստենք միասին։ Ահա, պարոն Աթանասյան, 1 ժամ արդեն մարինացվեց։ Այո, փորձենք։ Տապակն էլ շատ տաք է։ Փորձեմ։ Արագի։ Այո։ Իսկ ես բանջարեղենը կտրատեմ, Այո։ կարտոֆիլը կտրատենք, կտրատեինք, կարտոֆիլը, այո։ բարակ շերտերով Չէ, երևի։ քառակուսիներով է կտրատվում։ Շաքարի չափով մոտորապես։ Այո։ Այսպես։ Շերտերով պիտի շարենք, լոլիկը տակ դեղը։ Ոչ։ Ոչ, հիմա կասեմ ինչպես։ Մենք սա այս ամբողջը նույն ձևով համեմում Նորից ենք պիտի այս համեմունքներով եւ այնուհետեւ բոլորը միասին պետք է խառնենք ու տեղադրենք այս կացայի կացայի մեջ, վրան ծածկենք Փայլատի թեղով։ փայլատի թեղով ու դնենք ջեռոց։ Մենք կարող ենք օգտագործել Այո, նախորդ իհարկե, արդեն այդ այո։ համեմելու համեմված։ Անպայման։ Կտրատենք այստեղ լցնենք, նորից նույն խմորման process-ը կիրականացնենք։ Կարտոֆիլ, տակդեղ, լոլիկ եւ լոլիկ էլ պիտի ավելացնենք։ Անպայման։ Անպայման։ Ես 2 պտունցը համարում եմ մի համարյա թեյի գտալ։ Պետք է դրվի նաև 2 պճեղ սխտոր առանց մաքրելու։ Առանց մաքրելու։ Այո։ Եվ նորից պիտի գինով։ Այո։ Հիմա արդեն ամենակարևոր պահերից մեկն է գալիս, պետք է մի փոքր գինի ավելացնենք եւ այրենք։ Այստեղ։ Այո։ Շատ լավ։ Ու գինու սպիրտը, այո, վառվեց։ Գինու սպիրտային մասը բարեկամներ այնքան չէ, որ կոնյակի նման այդ ահրույքի տեսարանը ունենանք։ Սպիրտը շատ քիչ է եւ ցնդվեց, արդեն չեն կարողանալ։ Լավ, շարունակենք, պարոն Աթանասյան։ Հիմա այս ամբողջը տեղափոխում ենք այստեղ, Այո, իր հյութով արգանակով լրիվ։ Օգտվելով առիթից նորից հիշեցնեմ, թե ինչ համեմունք օգտագործեցինք, բարեկամներ, օգտագործեցինք մենք բահար, քիմոն, շաֆրան, սխտորի փոշի եւ օրեգանո։ Եվ օրեգանո 5 աննման համեմունքներ։ Բնականաբար գինին նորից նշենք անպայման եւ ձիթապտղի յուղը։ Այո։ Ահա, այսպես։ Եվ մեկ սուրճի բաժակ ջուր։ Ջուր։ Պետք է ավելացվի, այո։ Վերջ։ Բանջարեղենն էլ է դուրս տալու իր հյութը։ Այո։ Գինեպ կերակուր է սա եւ շատ լավ է, որ այսօր հենց գինեպ կերակուր պիտի պատրաստենք։ Այս կերպ ամուր փակելուց հետո, բարեկամներ, կտեղադրենք ջեռոցում կլինի 180 աստիճան ջերմություն եւ մեզանից ինչքան կպահանջի մոտորապես։ Մոտավորապես 40 րոպե։ Մոտավորապես 40 րոպե։ 40 րոպե հետո կվայելենք այս կերակրատեսակը, տեսքը, համը եւ նրա բաղադրությունը։ Սպասենք այդ 40 րոպե։ Պարոն Աթանասյան արդեն պատրաստ է։ Այո։ Եվ տեսնենք, թե ինչ ստացվեց։ Օй, դրաստաց։
Բուրմունքը Բուրմունքը ամբողջ տաղավարը բուրմունք է արդեն նույնիսկ այնպեսի բուրմունք, որ նկարանող խումբը արդեն շտապում է, թե ինչպես պիտի ներկայացնենք։ Բաժնային ափսեով պիտի Այո։ մատուցենք։ Այս գտալը հարմար է։ Այո։ Նախ եւ առաջ բանջարեղենից փորձում ենք առանց արգանակի, այո, տեղափոխել ափսեի կենտրոն։ Դուք սա նշում եք այնպես, ինչպես ձեր տանը հենց մատուցվել է։ Այո։ Մի փոքր այսպես։ Հարգելի բարեկամներ, մինչ պարոն Աթանասյանը կպատրաստի մատուցման ափսեն, ես նորից եւս մեկ անգամ հիշեցնեմ, թե ինչ օգտագործեցինք։ Ուրեմն կերակրատեսակ, ինչպես նշեցինք, կոչվում է Իզմիրի քեբաբ, եւ օգտագործող մթերքներն են կարտոֆիլ, տակդեղ, կանաչ, քաղցր, լոլիկ, գարան հաստկող եւ համեմունք օգտագործեցինք 5 տեսակ, քիմիոն, բահար, օրիգանո, շաֆրան եւ սխտորի փոշի։ Այո։ Եվ համեմեցինք միսը առանձին այդ ամբողջ համեմունքներով գումարած կարմիր անապակ գինի եւ ձիթայուղ, նույնը կրկնեցինք բանջարեղենի հետ, միսը կերապատեցինք եւ այդ ամբողջը հավաքելով քերեղանի մեջ տեղադրեցինք ջեռոցում։ Ջեռոցում պետք է լինի 180 աստիճան ջերմություն եւ 45 րոպե։ 45 րոպե։ Այո։ Եվ ահա այս կերակուրն արդեն պատրաստ է։ Մատուցելուց առաջ մանր կտրտած համեմ են լցնում վրան։ Մանր կտրատած համեմ։ Պարոն Աթանասյան, դուք եթե ունեք այլ ցանկություն կամ այլ առաջարկ մեր հեռուստատողին, կարող եք օգտվել այս առիթից։ Ես պիտի ասեմ, որ համեցեք եւ վայելեք կյանքը։ Որ այդպես է, կարմիր գույնել տանք, ինչ կարծիք է։ Այո, իհարկե։ Բարեկամներ, ինչպես պարոն Աթանասյանն է խորհուրդ տալիս, ապրենք եւ վայելենք կյանքը ստեղծագործաբար։ Ձեր անունից պիտի շնորհակալություն հայտնեմ պարոն Աթանասյանին ժամանակ տրամադրելու համար, ցանկանանք, որ դուք միշտ լինեք առողջ եւ երջանիկ։ Շնորհակալություն պարոն։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, կերակրատեսակը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, լավ տրամադրությամբ եւ անպայման կարմիր անապակ հայկական գինի։ Այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, հարգելի հեռուստադիտողներ, ես ուզում եմ, որ մենք հիշենք, որ եղել ենք կանք, դեռ պիտի շատանանք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Իզմիրի թավաքաբաբ, գարանտիակ 800 գրամ, բահար 1 թեյ կտալ, կիմոն 1 թեյ կտալ, զաֆրան 1 թեյ կտալ, օրիգանո 1 թեյ կտալ, սխտորի փոշի 1 թեյ կտալ, ձեթ 1 ճաշի կտալ, տակդեղ 40 գրամ, լոլիկ 80 գրամ, կարտոֆիլ 50 գրամ, կարմիր գինի 1 սուրճի բաժակ, աղ, բարյախորժակ։